Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօր որոշել եմ պատրաստեմ արագ պատրաստվող մի քաղցրավենիք, քաղցր թխված կասեմ, որպեսզի սուրճի հետ վայելենք։ Հիմա վերցնում ենք 4 հատ հավկիթ, 100 գրամ շաքարավազ, բայց եթե դուք ցանկանում եք շատ քաղցր, ուրեմն վերցրեք ձեր ցանկությամբ շատ քաղցր։ Ես վերցնում եմ քիչ։ Նորմալ պետք է լիներ 200 գրամ, բայց ես վերցրել եմ կեսը։ Ձուն եւ շաքարավազը մի լավ փարում ենք։ Վերցնում եմ մածուն, 10%-անոց հունական մածուն։ Մածունը 200 գրամ էր։ Հետո չասեք, ռոզատատիկը չասեք։ 1 հատ փխրեցուցիչ։ Ով չունի տունը փխրեցուցիչ, թող վերցնի 1 թեյի գդալ սոդա։ Այսպես։ Վերցնում եմ հիմա կարագ, 100 գրամ կարագ։ 1 հատ վանելին, ինչպես տեսնում եք, սիրելիներս։ Վերցնում եմ 300 գրամ ալյուր։ Հիմա սիրելիներս, լցնում ենք մեր գեղեցիկ ամանի մեջ։ Իդեպ ասեմ, արդեն նախապես յուղել եմ մեր ամանը, 4 բոլորը։ Այսպես տարածում ենք ամանի մեջ։ Դնելու եմ գազօջախի մեջ 180 աստիճան վերև ներքև։ Պետք է դնեմ սիրելիներս ջեռուցի մեջ։ Մեր ջեռուցը արդեն պատրաստ է, նախապես պատրաստել ենք։ Ինչպես ասեցի, 180 աստիճան վերև ներքև։ Հիմա ես կդնեմ 1 հատ ժամ ու ձեզ կասեմ։ Հիմա վերցնում ենք, ես վերցրել եմ 2 ձվի դեղնուց, մի պտղունց աղ ու վերցրել եմ 50 գրամ շաքարավազ։ Եթե դուք վերցնում եք 4 ձվի դեղնուց, որովհետև ես քիչ եմ պատրաստում մեր կրեմը, շատ կրեմուտող չկա։ Եթե դուք ուզում եք, ցանկանում եք շատ կրեմով, ուրեմն վերցնում եք կրկնակին 4 ձվի դեղնուցը, 100 գրամ շաքարավազ։ Ու ասեմ ձեզ, որ պատրաստում ենք գոլորշու վրա մեր կրեմը։ Այսպիսի տեսք ստացավ մեր եփովի ձուն ու պեսոկը իրար հետ։ Եփովի կրեմ եմ պատրաստելու, ասել եմ արդեն։ Հիմա սրա մեջ պետք է վերցնեմ 100-150 գրամ մասկապոնե։ Մասկապոնեն, եթե 4 ձու անեմ, ուրեմն պետք է վերցնեիմ 250 գրամ մասկապոնե, բայց ես վերցրել եմ 2 ձու ու դրա համար վերցնելու եմ կես մասկապոնե, որպեսզի համը չկորցնի։ Հիմա պետք է սառի։ Հիմա ես վերցրել եմ 125 գրամ մասկապոնե։ Կնայեմ ընթացքում, եթե իմ ուզած կրեմը չստացվի, մի քիչ էլ կավելացնեմ։ Նայեք, այսպիսի տեսք ստացավ մեր կրեմը։ Այսպիսի պետք է ծորի, այսպես, մի քիչ ավելի թույլ պետք է լինի, հենց ինքը իր գաղտնիքը սա է, այսպես։ Հիմա ես կլցնեմ ուրիշ 1 հատ ամանի մեջ, որպեսզի ուտելու ժամանակ նորից տեսնեք, պատրաստ է։ Հիմա, ասեմ ձեզ, դրեցի 25 րոպե, նայեցի լրիվ պատրաստ է 25 րոպեից, ինչպես որ խոստացել էի, 25 րոպեից լրիվ պատրաստ է, մի կթողնեմ մի քիչ սառի, հետո կկտրենք ու սուրճի հետ կվայելենք։ Հիմա կտրեմ։
Այսպես սոուսը այս վիճակով լցնելու եմ ամեն մեկը իր կտորի վրա թող լցնի։ Այսպիսի տեսք ունի մեր այսօրվա դեսերտը սուրճի հետ ենք վայելենք հիմա։ Հիմա համտեսում եմ։ Անմահական, համեղ, անպայման պատրաստեք, շուտ պատրաստվող է, ասեմ ձեզ, տոնական օրերին, եթե ունեք հյուրեր, ընդամենը 25 րոպե է տևում, անպայման պատրաստեք ու գրեք, ես մնում է հետևել, հավանել և տարածել, ես սիրում եմ ձեզ, սիրենք իրար, բոլորս, լինենք համբերատար, սիրելի հետևորդներ,